Բարի լույս, առաջին ծրագիրն է եթերում եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ սիրով ողջունում ենք բոլորին։ Մենք ենք Սուրենը Սոնան, Ալդրինեն, լավ տրամադրությունը, Արևն ու ժպիտները միանշանակ։ Բարի լույս, շացիելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք որպեսզի միանաք ու առաջիկա 1.5 ժամն անցկացնեք մեզ հետ միասին։ Նշեմ, որ արդեն այսօր նոյեմբերի 20-ն է, օրը 5 շաբթի։ Այո, նոյեմբերի 20-ին նշվում է երեխայի համաշխարհային օրը, Universal Children Day։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սահմանել է 1954 թվականին որպես երեխաների համաշխարհային եղբայրության եւ փոխըմբռնման օր եւ նվիրված է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանը։ Երեխաներն ու դեռահասները ցանկացած հասարակության ամենախոցելի անդամներն են։ Ցավոք ժամանակակից աշխարհում նրանց շահերն ու իրավունքները հաճախ են ոտնահարվում, ընդ որում ինչպես ամենաաղքատ, այնպես էլ զարգացած երկրներում։ Կյանքի անբավարար պայմանները երեխաների իրավունքների ամենատարածված խախտումներից է։ Այո, նրանք փոքրիկ են եւ անպաշտպան, այնպես որ լինենք շատ ուշադիր երեխաների նկատմամբ եւ եթե ինչ-որ բան մեզ պետք է իրենց սովորացնել, դա անենք բացատրելու, խոսքի տարբերակը նախընտրելով, այլ ոչ թե այն ամեն ինչի մասին ես հիմա չեմ ուզի ուղի եթերում նույնիսկ բառերով ասել։ Սոնա, լինում են չէ 43 տարեկան երեխաներ։ Լինում են, Սուրեն։ Դե որպեսզի երեխաների տրամադրությունը բարձր լինի, պետք է նրանց համար տոն ստեղծել, իսկ մեծերի համար տոնը ստեղծում են իհարկե այն ամեն ինչը մենք սիրով ձեզ ներկայացնում ենք։ Բրիզը ռոզե փրփրուն գինին Իջևանի գինուգործանի կողմից միանշանակ այս երեկոն կդարձնի առավել հետաքրքիր եւ իհարկե առավել ժպիտներով լի։ Սա իհարկե լավ տրամադրության համար է ռոզե փրփրուն բրիզը Իջևանի գինուգործանի կողմից։ Եվ բրիզի կողքին իհարկե պետք է լինի շատ համեղ ուտեստ, որը պատրաստում է մեր շատ սիրելի Ադրինեն եւ առաջարկում օրվա բաղադրատոմսը։ Իր պատրաստածները յուրահատուկ են եւ տարբերվող։ Այս առավոտ էլ միանանք իրեն եւ տեսնենք թե ինչ է առաջարկում մեզ համար։ Սիրելի Ադրինե, Ողջույն սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Այսօր եւս փորձենք ինչ-որ համեղ բան պատրաստենք, որպեսզի մեր ընտանիքի անդամները գոհ մնան։ Երեխաների համար իհարկե կարելի է այսօր ճոխություն թույլ տալ, շատ համեղություններ պատրաստել։ Ճիշտ է, իմ առաջարկը այնքան էլ երեխաներին դուր չի գա միգուցե, բայց եկեք բացառություն անենք, քանի որ այսօր նրանց տոնն է, շնորհավորենք եւ մի համեղ բան պատրաստենք կամ քաղցրավենի կամ սիրելի կերակուր։ Իսկ իմ առաջարկը շատ պարզ է, շատ տնական է, շատ այսպես մատչելի եւ հասանելի բաղադրիչներով բաղկացած։ Ես այսօր որոշել եմ տաք կերակուր պատրաստեմ, շատ եղանակին համահունչ։ Մեզ պետք է կարտոֆիլ, գազար, սոխ, ընդամենը մի քանի բանջարեղեն, հավելելու ենք աղացած մսից կոլոլակներ, այն տապակելու ենք, ավելացնենք մեր բանջարեղենի վրա եւ վերջում ավելացնենք մի փոքր ոլոր։ Ամենավերջում համեմենք սամիթով։ Շատ պարզ հասարակ բաղադրիչներ, բայց շատ համեղ է ստացվելու, այնպես որ մնում եք մեզ հետ, որպեսզի ընթացքը տեսնեք։ Խոսքս շատ արագ փոխանցեմ գործընկերներից, հետո կմիանանք ինձ եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Այո, ջրիկ ճաշ, ասվածը ոչ այնքան հաճելի է շատ երեխաների համար, ես էլ եմ հիշում, որ փոքր ժամանակ շատ էի դեմ, ասում եմ, այ ջրիկ ճաշ ես չեմ սիրում, բայց հետո հասկանում ես, որ դա ամենահամեղությունը առավել եւս եւ պատրաստում են մայրիկները մայրական սիրով ու ջերմությամբ, իսկ Ադրինեի մայրական սերն ու ջերմությունը ոչ միայն իր երեխաների համար են, այլ նաեւ մեր ամբողջ թիմի համար են, այնպես որ այսօր համեղ բան ենք ճաշակելու Սոնա։ Այո, եւ բացի համեղ սնվելը սիրելի Սուրեն, կարևոր է նաեւ մարզվելու մասին մտածել եւ շաբաթական գոնե 3 անգամ գնալ մարզասրահ եւ հետեւել մեր առողջությանը ու նաեւ գեղեցիկ կազմվածքին, ինչու ոչ։ Իսկ որտեղ մարզվել, իհարկե, Ակվատեկ Համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, յոգայի եւ պիլատեսի մարզիչ։ Շատ լավ է դառնում մեր օրը, երբ այն սկսում ենք մարզումներից։ Այսօր ես ձեզ ցույց կտամ 3 վարժություն, հիմնականում ողնաշարի կրծքային հատվածի համար։ Լավ տեղավորվում ենք։ Փորձում ենք ոտքերը բացել կոնքերի լայնությամբ։ Մի փոքր
ծնկները կիսածալած դիրքով, ընդունում ենք ելմանդրություն եւ փորձում ենք ձեռքերով մաքսիմալ ձգվել առաջ, խորը շնչելով։ Ուշադրություն ենք դարձնում, որ ձեռքերը, մեջքը եւ կոնքը լինեն մեկ ուղղության վրա։ Կատարում ենք շունչ, արտաշնչելով ձեռքերով բացվում ենք դեպի ետ։ Շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Փորձում ենք պահել 4 հաշիվ, ձգվելով ետ ձեռքերով առաջ, 4, 3, 2, 1։ Եկ փորձում ենք դանդաղ ուղղվել, գլուխը բարձրացնելով վերև ամենավերջում։ Շունչ, բարձրանանք թաթերին, արտաշունչ։ Այժմ անցնենք հաջորդ վարժությանը։ Փորձում ենք ոտքերը բացել մի փոքր ավելի լայն, ձեռքերը դնում ենք ծնկներին, կատարում ենք շունչ, ձախ ուսը իջեցնում ենք, աչքը բարձրացնում ենք վերև եւ նայում ենք դեպի վեր։ Ուղղվելով շունչ, արտաշունչ մյուս ուղղությամբ, պտույտը ուշադրություն ենք դարձնում, որ մեծ պտույտ տեղի ունենա եւ պարանոցային եւ կրծքային հատվածում նորից շունչ, արտաշունչ եւ վերջին անգամ շունչ, արտաշունչ։ Ուղղվեցինք, այս վարժությունը փորձում ենք կատարել 10-ից 12 անգամ, հանգստանանք եւ երրորդ վարժությունը ոտքերը միասին կքանիստ, թեքվում ենք կողք, ձախ ձեռքով վերև շունչ, բացվեցինք, արտաշունչ, 1, 2, 3, 4, նորից վարժությունը կատարում ենք 10-ից 12 անգամ, կրկնենք, նույնը կատարում ենք մյուս կողմ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, ուղղվեցինք, խորը շնչենք, արտակորվում ենք մի փոքր հետ, գոտկատեղի հատվածը մնում է ուղիղ, կրծքավանդակով, արտաշունչ։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։ Այո, պետք է հաճախ մարզվել, քայլել եւ իհարկե լավ տրամադրությունը ապահոված է։ Էլ չասեմ առողջության մասին, իսկ մարզվելու համար միանշանակ լավագույն վայրը դա ակվատեկն է։ Այո, ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Այնպես որ պլանավոր եք անպայման լինել այնտեղ եւ մարզվել։ Իսկ մինչ այդ մենք կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, միացեք մեզ, ահա սկսում ենք ամենակարևոր օրվա կարևոր աշխատանքը, այսինքն ինչ պատրաստել այսօր։ Ես ձեզ առաջարկում եմ պատրաստենք համեղ կերակուր, կոլոլակով այսպես պատրաստված։ Երեխաները ասացին ջրիկ, բայց ես այնպես կանեմ, շատ ջրալի չի լինի, ավելի թանձր կլինի, որպեսզի հաճույքով մեր գործընկերները ճաշակեն։ Այնպես որ մեզ պետք է մի քանի բաղադրիչ, կարտոֆիլ, ուրեմն գազար եւ սոխ, սոխը խոշոր իմիջիալոց խոշոր եմ թողել, որպեսզի ով չի ցանկանա, այո, հանգիստ կարողանա մի կողմ թողնել։ Այստեղ ունենք աղացած միս, որը հիմա արագ կոլոլակի կվերածենք եւ ունենք ոլոր, վերջում կավելացենք եւ մի փոքր արգանակ ունենք, կավելացենք կերակուրին, վերջում սամիթով համեմենք։ Իսկ հիմա պատրաստում է սուրճը, հեռուստադիտողին ասենք, որ նախաճաշեք, հետո նոր սուրճ ըմպեք, մենք փորձել ենք ամեն մեկս մի փոքր նախաճաշել եւ հիմա միասին արդեն սուրճը պատրաստ է, կարող ենք լցնել։ Ես ինչքան սուրճ եմ պատրաստում, միշտ թափվում է այդ սուրճը։ Բայց դա լավ նշան է։ Մենք գիտես, ավանդույթին համաձայն դա նշանակում է միշտ է։ ասում է դեպքում երեխուն գործի դիր հետևից գնա։ Դե դա կա, առանց դրա չի լինի։ Բայց հələ մի հատ նայի, սերով
Ինչքան սեր կա սուրճի մեջ։ Այո, սերով ես իմիջիայլոց շատ եմ սիրում ժողովուրդ սերով սուրճ, շատ եմ սիրում։ Չգիտեմ, ասում են դա ճիշտ չէ, այսինքն սուրճը լավ չի եփվել, եթե վրան այդ փրփրուն մասան այո հավաքվել է, բայց ես շատ եմ։ Բայց ամեն դեպքում մենք հիմա կճաշակենք այս սուրճը առավոտյան։ Եվ այստեղ իհարկե ունենք նաև շոկոլադ։ Դուք էլ ձեզ համար պատրաստեք սուրճ, մատուցեք, վայելեք, հետևեք մեր ծրագրին եւ Ադրինեն արդեն անցավ իր կարևոր գործին։ Այո, Սուրճան, բայց մինչ իմ աշխատանքին անցնելը ես ձեր բոլորի ցույցտվությամբ ուզում եմ իմ գործընկերուհուն, իմ արցախցի ընկերուհուն շնորհավորել այսօր իր ծննդյան տարեդարձն է։ Ուզում եմ իրեն քաջ առողջություն մաղթել, Ռուժ ջան, առողջություն, որովհետև այսօր ամենակարևորը քեզ համար դա է, սիրելիս։ Ուժեղ եղիր, դու ուժեղ մարդ ես, մնացած բոլոր բարեմաղթանքները եւ ցանկությունները դու ինքդ գիտես եւ հաստատ կարող ես ինչ-որ ձեռք բերել։ Եղիր ընտանիքիդ կողքին, քո գեղեցիկ թոռնիկների կողքին եւ քեզ շրջապատող սիրող մարդկանց կողքին։ Ես քեզ շատ սիրում եմ, քաջ առողջություն եմ մաղթում եւ լավ, բարի տարեդարձ, բարի ժամանց, ջերմագին ողջույններս։ Համով ճաշիկն էլ Ադրինեն կպատրաստի։ Այո, ինքը շատ համեղ է պատրաստում եւ այսօր գիտեմ հյուրեր ունի շատ համեղություններ է պատրաստելու եւ իհարկե լավ օր է անցկացնելու։ Ադրինե, հիմա վերադառնանք ճաշիկին։ Դու հաճախ ես այսպեսի ջրիկ ճաշիկներ պատրաստում։ Անկեղծ եթե լինեմ, իմ տանը, իմ ընտանիքի անդամները շատ չեն սիրում ձեր նման, շատ չեն սիրում ջրալի ճաշեր, բայց երբեմն կարելի է, որովհետև անհրաժեշտ է մեր օրգանիզմի նաև հեղուկ կերակուրներ, շատ կարևոր է դա, այսպես կթողնենք տապակվի սիրելիներս, հետո կավելացնենք արգանակը, համեմունքները եւ այլն։ Այս ընթացքում մսի վրա ավելացնեմ մի քանի համեմունք, Համեմունքների շարանը, մշտապես ինչպես ես սիրում եմ իմ փունջը, այստեղ միշտ ես ունեմ տարատեսակ համեմունքներ, որոնք շատ ինձ թվում է համեղացնում են կերակուրը։ Այսպես, բայց իհարկե մեր հայրենակիցները մի փոքր բծախնդիր են համեմունքի հանդեպ, ոչ բոլորն են սիրում, այնպես որ առաջարկում եմ ըստ ճաշակի։ Այսպես ավելացնենք, այո, ես շատ եմ սիրում, առանց համեմունք ասես խոհանոցս չի կարողանում, այսպես, ավանդական ձեռնոցներ, ես սա պետք է խառնել Ադրինե, վայ ինչ լավ կլինի, իսկ ինչով խառնեմ, այնտեղ մենք փայտե գդալներ ունենք, կարող ես խառնել, այսպես, վտանգավոր է բայց, այո, Ադրինե ջան, արի ես խառնեմ, այո, այս սրա մասին էր խոսքը, գործի դիր գնա, գործի դիր հետևից գնա, մի փոքր այսպես տապակենք, այստեղ էլ հիմա կարող եք ձեռքի հետ ավելացնել համեմունքները, էլի կարելի է փունջը օգտագործել, նույն քրքումը, այսպես ամբողջական կօգտագործեմ, հետո ամանի մեջ կավելացնեմ, մի փոքր շատ քիչ կարմիր պղպեղ, սև պղպեղ, այսպես, և իհարկե աղ, աղ էլ ավելացնենք, այստեղ իհարկե օգտագործելու ենք նաև տոմատի մածուկ, Իջևանի գինու և Պահածոների գործարանի արտադրած այն համեղ տոմատի մածուկը, որը մշտապես մենք այստեղ խոհանոցում ավելացնում ենք, այսինքն օգտագործում ենք։ Շատ լավ է։ Այսպես։ Սա որոշակի ժամանակ պետք է տապակվի, հա։ Շատ քիչ, մի 7-8 րոպե, մենք արդեն կարծում եմ մի 5 րոպե տապակվում է, մի փոքր էլ կթողնենք ուրեմն տապակվի և կավելացնենք արգանակը, եթե պատրաստի արգանակ կա, շատ ավելի լավ, եթե ոչ դե արդեն մենք փորձում ենք ինչ-որ կերպ այդ արգանակը ստանալ, շատ լավ։ Հիմա մեզ մնում է այս միսը վերածել կոլոլակների և իմիջիայլոց կոլոլակները պետք է տապակենք։ Կոլոլակներն են տապակվելու։ Տապակվելու է, հետո նոր վերջում ավելացվելու է այս բաժանարեղենի վրա։ Ադրինե, մինչ դու այս կոլոլակիկները պատրաստում ես, մենք կարճատև դադար ունենանք եթերում, հետո վերադառնանք, տեսնենք ինչ ենք անում։ Շատ բարի։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, խոհանոցում արդեն բույրեր մի քիչ խառնված կան, բայց ես վստահ եմ, այլ ավելի ուշ գնանալու են գնալով, որովհետեւ դեռ գործընթացի փուլում ենք։ Հիմա տեսնենք Ադրինեն արդեն գործի անցել։ Այո, կոլոլակները պատրաստում եմ, որպեսզի գեղեցիկ համաչափ։ Այո, Սոն ջան, պետք է տապակենք, ինչպես նշեցի ավելի շուտ, մենք այո, շնորհակալ եմ։ Պետք է այն տապակենք, հետո վերջում ավելացնենք բանջարեղենի վրա։ Արդեն համապատասխան չափի տապակվել է բանջարեղենը, ընդհանրապես պետք է ավելացնենք արգանակը։ Կարող ես դու օրինակ, ես կգամ այս օրինակ մի աշխատանք կատարելով, այո, արգանակ ավելացնելով բանջարեղենը, ամբողջությամբ կարող ես ավելացնել, ես կգամ այս կողմ, որ քեզ չխանգարեմ, ահա, եւ կոլոլակները իհարկե։ Իսկ հիշեցնենք ինչ կա այստեղ։ Իհարկե, կարտոֆիլ, գազար եւ խոշոր կտրատված խոշոր, այո, ինչպես Ադրինեն արդեն նշած, որպեսզի ով չի ցանկանում։ Այո։ Օրինակ ես։ Այո, ես դրա համար էլ կարանձնացնեմ, կարծում եմ։ Դրա համար էլ այդպես որոշեցի, որ ավելի լավ է խոշոր լինի, որ ով չի ցանկանում, սիրելիներս, չգիտես ինչի է, երեխեքը սոխին դեմ են։ Ինչ անես։ Իսկ սիրելի հեռուստատողներ, ձեր կարծիքով այսպես էսթետիկ դանդաղ լցնեմ, թե միանգամից տարան շուրջ։ Կարող ես տարան շուրջ տալ, ես կարծում եմ։ Ես կարծում եմ, շատ համաչափ է ստացվում։ Բայց շատ երկարատև կլինի։ Կարող ես հանգիստ շրջել ամբողջությամբ, այո, հենց կացայի մեջ, ահա, վերջ, ամեն դեպքում համաչափություն։ Այո, ամեն բան տեղին է, վերջ, այսպես։ Ահա, ես փորձեմ ընթացիկ էստեղ մի փոքր յուղ ավելացնեմ, Սոնան կողքիս է, պետք է զգուշ լինեմ, յուղի քիչ ավելացնեմ։ Այսպես, Սոնա ջան, դու մի հատ շփվի հեռուստացույց։ Դու տանակը նորից վերցրու։ Իմիջիայլոց այսօր շատ յուրահատուկ գեղեցիկ ես։ Վայ, շնորհակալ եմ շատ։ Երևի թե սանրվածքից է, շնորհակալ եմ, Ես ասում եմ, մենք նման ենք սանրվածքներով, քո վարսերի։ Այսօր սանրվածքը շատ սազում է քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Գեղեցիկ է, այս վերջերս միշտ հավաքած տարբերակում եմ տեսել եւ այսօր արդեն այդ գեղեցկությունը շնորհակալություն շատ սիրուն ես։ Դու էլ միշտ Մերսի, շնորհակալ եմ։ Եվ ես կարծում եմ հեռուստատողը նկատել է քո փոփոխությունը մեծ արտակի տեսքի, որտեղ նախորդ եթերաշրջանում դու մազերի այլ գույնով ես։ Ես սիրում եմ փոփոխությունները, իմիջիայլոց դա ասեմ, հեռուստադիտողը կարող է ասել, վայ, ես աղջիկը մի օրնի գույնով եմ, իսկապես շատ սիրում եմ փոփոխություններ, դա երևի թե տրամադրության հետ է կապված։ Իսկ վախեր չես ունենում։ Երբեք նման էքսպերիմենտներ, այո, այդ առումով համարձակ եմ, ինչը որ նորաձևության հետ է կապված, ինչը որ սանրվածքի կամ գույնի հետ է կապված։ Ես եթե հիշում ես, շատ կտրուկ փոփոխություն էի արել, շատ երկար վարսերից հետո մեկ անգամից գնացի եւ կտրեցի շատ կարճ, շատ Եվ անսպասելի այո, եւ անսպասելի միշտ։ Ոչ ոք չի իմանում այդ մասին եւ ոչ ոք չի սպասում։ Այո։ Վալյա, Ադրինեն, լրիվ ուրիշ կերպարով։ Այո։ Եվ կյանքն էլ է հետաքրքիր։ Ես նկատել եմ, որ դու սիրում ես այո, ես շատ ռեակցիաները տեսնել քո հերթական փոփոխությունների ժամանակ։ Դե ոչ միշտ է դա ընդունվում, իհարկե մարդիկ կան, որ օրինակ ասում են, վայ, ինչու մազերդ կտրեցիր։ Բայց դե ես սիրում եմ փորձել բոլոր տարբերակները։ Այդպես նորաձևություն ընդհանրապես շատ եմ սիրում, շատ։ Միգուցե այս վերջերս շատ չեմ հետևում, բայց շատ սիրում եմ։ Բայց նորաձևության այսօր դեռ անդրադառնալու ենք մեր եթերումի դեպ։ Հիմա կլինի մեզ մոտ կարճատև դադար, մենք կշարունակենք այս խոհանոցային գործընթացը, որից հետո սիրելի հեռուստադիտողներ կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ինչպես արդեն խոստացել ենք, մեր նորաձևության էջն է լինելու հիմա մեր եթերում, որը կօգնի ավելի հեշտ եւ ավելի արագ կողմնորոշվել ինչի հետ համադրել եւ թե ինչ ձևացքներն են այս շրջանում ավելի նորաձև։
Ողջույն, ես Daphne բրենդի հիմնադիրն եմ եւ ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից, այս անգամ խոսելու ենք աքսեսուարներից։ Առհասարակ միայն հագուստով հետաքրքիր կերպար ստանալը շատ բարդ է, մեզ անպայման անհրաժեշտ են աքսեսուարներ եւ ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է ձեր լուքը դարձնել անմոռանալի եւ շատ հետաքրքիր։ Այսպիսով, ինչպես միշտ նշում եմ, թրենդների մասին խոսելիս շատ կարեւոր է ընդհանուր պատկերացումը նորաձևության միտումների մասին։ Այս պահին մենք ունենք գրասենյակային ոճի ակտիվացում, որի հետևանքով հենց գրասենյակային ոճը լրացնող աքսեսուարները բավականին շատ են եւ պոդիումում եւ մաս մարքետում։ Այսպիսով առաջինը ուզում եմ խոսել, ինչպես հասկացաք, փողկապներից։ Փողկապների օգտագործումը այս պահին նորաձևության մեջ բավականին բազմազան է, մենք այն տեսնում ենք հենց գրասենյակային ոճի մեջ, ինչպես նաեւ սպորտային ոճի համադրությամբ, այն օգտագործվում են նաեւ որպես գոտի։ Մյուս աքսեսուարը, որից պետք է խոսեմ այս շրջանակներում, իհարկե դրանք կաշվե ձեռնոցներն են։ Այս թրենդը ամենուր է։ Մենք տեսնում ենք նորից նորաձևության ցուցադրությունների ժամանակ, ինչպես նաև բազմակի բրենդներ ունեն տարբերակներ, տեսնում ենք եւ երկար տարբերակները, հիմնականում կաշվե տարբերակներ, կաշվե փոխարինիչով տարբերակներ, ինչպես երկար, այնպես է կարճ տարբերակներով, նաև լայն երիզներով եւ հիմնական թրենդային երանգներով, իհարկե շագանակագույն, կանաչ, նաև բուրգունդի երանգներով։ Այս աքսեսուարը հավելյալ շքեղություն է հաղորդում ձեր կերպարին, որ ոճում է այն օգտագործեք, իհարկե նորից գրասենյակային ոճում այն շատ գեղեցիկ է, նաև շատ լավ համադրվում է բոհո ոճի վերնաշապիկների, տաբատների եւ այլ աքսեսուարների հետ։ Եվ խոսելով բոհո ոճից, պետք է նշեմ, որ այստեղ հետաքրքիր է ծոպերի, այսպես կոչված բախրամայի օգտագործումը, այն գրեթե ամենուր է, մենք տեսնում ենք դրա օգտագործումը որպես ականջող, որպես պայուսակի հավելում, որպես կոշիկի հավելում, նույնիսկ հագուստի վրա, այնպես որ կարող եք ձեր լուքը հետաքրքիր դարձնել նաև բախրամայի միջոցով։ Նույն բոհո ոճի ազդեցությամբ մենք ունենք գոտիների հետաքրքիր օգտագործում, իզուր չէ որ ասում եմ գոտիների, քանի որ միաժամանակ օգտագործում ենք մի քանի գոտիներ եւ ոչ թե մեկ, այլ տարբեր գործվածքներից, ինչպես օրինակ մետաղյա գոտիները, կաշվե գոտիների եւ այլ տարբերակների հետ։ Նկատելի է նաեւ հաստ գոտիների բավականին տարածում ցուցադրությունների ժամանակ 25-26 թվականի արդեն նկատելի էր վինտաժային այսպիսի գոտիների ակտիվ օգտագործում։ Նկատած կլինեք, որ նաեւ շատ տարածում ունեն ծավալային զարդերը եւ սա նույնպես բոհո ոճի ազդեցությունն է, այն տեսնում ենք ամենուր եւ ձեր լուքը հետաքրքիր դարձնելու համար խորհուրդ կտամ կրել ծավալուն զարդեր, ինչպեսին են ականջողները, թևնոցները եւ վզնոցները։ Եվ վերջին աքսեսուարը, որից կցանկանայի խոսել, դրանք շարֆերն են, որովհետեւ դրա օգտագործումը բավականին բազմազան է, այն կրում են եւ գլխին եւ թևին, ինչպես նաեւ գոտկային հատվածում որպես գոտի սվիտերների հետ համադրությամբ եւ դրա բազմակի տարբերակներ են այս պահին շատ թրենդային։ Առաջինը կուզեի առանձնացնել նեղ շարֆերը, որոնք շատ հետաքրքիր հավելում կարող են լինել ամբողջ կերպարի համար, ինչպես նաեւ քեյփերը, որոնք կարող եք կրել որպես վերարկու, եւ իհարկե ժանյակով շարֆերը, որոնք պոպուլյար են դեռ անցած սեզոնից։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ այս թրենդերի բազմազանությունը ուղղակի ուղեցույց է, որ պետք է ձեզ օգնի կողմնորոշվել, բայց դրա համար անհրաժեշտ է անձնային ոճի զարգացում եւ ձեռքբերում։ Բարի վերդարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 24-ին երեկոյան 8-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի կունենա Բարդեր ակումբի հերթական ընկերներով ընկերոջ համար բարեգործական համերգ ներկայացումը մասնակցությամբ Ռուբեն Հախվերդյանի, Վահան Արծրունու, Արմինե Հայրապետյանի, Վախթան Քարությունյանի, Մհեր Մանուկյանի, Գագիկ Շիբոյանի եւ մնջախաղաց Համլետ Չոբանյանի։ Համերգի ամբողջ հասույթը այս անգամ եւս կուղվի բարեգործական նպատակով։ Եվ այս առիթով մեր տաղավարում է հյուրընկալվել երգահան Էդուարդ Զորիկյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս, ողջունում եմ ձեզ եւ հեռուստադիտողին։ Իմ անունը չկարդացիք, ես էլ կամ։ Դե։ Ձեզ պայել ենք այստեղ ներկայացնելու համար։ Բարի։ Տրամադրությունը։ Լավ, ինչ է այս անգամ պատրաստել Բարդերը շատ ոչ բարդ հանդիսատեսի համար։ Մեծ համերգ է, կարող ենք ասել համերգ ներկայացում, որովհետև մասնակցում է նաև Համլետը Չոբանյան, մեր լավագույն մնջախաղացը Հայաստանի Հանրապետության, եւ կարծում եմ, որ Համլետն էլ իր մնջախաղային էտյուդներով մեր ելույթները, մեր երգերը կկապի միմյանց, հա, մեկը մյուսին։ Ծրագիրը մերոնք իրենց գրած երգերն են կատարում։ Կարծում եմ կատարեն հանդիսատեսի կողմից ամենասիրված երգերը եւ ենթադրում եմ, որ ելույթը կավարտենք հուսահառագաստով, որ հույսը միշտ
մեր կողքին լինի։ Այո։ Հատուկ ընտրված երգեր են լինելու այդ օրը, թե պարզապես յուրաքանչյուր հեղինակ իր կողմից ընտրած երգով կներկայանա։ Պարադոքսալ մի բան կա։ Հանդիսատեսը միշտ սիրում է լսել իր ականջին ծանոթ երգը, որովհետև սիրում է ձայնակցել։ Այսինքն, երբ համերգին դու փորձում ես նոր երգ ներկայացնել, ինքը այդպես չի, որ տենց մի անգամից ընդունում։ Այ նոր երգեր ներկայացնում ենք մեր ակումբային համերգների ժամանակ, որովհետև ակումբում գալիս են այն ֆաները, ֆան կոչված։ Այն հանդիսատեսն է, որ քեզնից շատ գիտի քո մասին, որ երգը երբ ես գրել եւ այլն, անձնական կյանքի ամեն ինչի։ Իսկ համերգին այդպես է ընդունված, կատարում են ամենա, հա, սիրված ու ականջին ծանոթ երգերը։ Եվ ինձ ամենաշատը հետաքրքրում է ոնց եք հանդիսատեսին այդ օրը համոզելու, որ յուրաքանչյուր արտիստ կատարելու է քիչ քանակությամբ երգ։ Ոնց իրենց Դե գիտես, առաջի համերգը չի։ Իհարկե մենահամերգներով մերոնք բոլորը ելույթ ունենում են։ Ռուբենը Հախվերդյան գրեթե ամեն օր որևէ ակումբում, հա։ Այո։ Այսինքն ոնց որ դուք եք գալիս աշխատանքի ամեն օր, այնպես էլ ինքն է գնում աշխատանքի ամեն օր։ Բայց համերգների մեծ մասը մենք ընդհանուր, եթե որևէ համատավար մեծ դահլիճում ենք անում, իսկ Մեծն Թումանյանի անվան մեր ազգային տեխնիկային թատրոնի սրահը 300 քանի տեղ է, այս ժանրի համար հեղինակային երգի դա փոքր չէ։ Ինչպես ասում է Ստանիսլավսկին, եթե հրացանը կախված կա, դա բեմում, ուրեմն պիտի կրակի, ձեր ձեռքում կա կիթառ, եւ մենք միանշանակ սպասում ենք հրաշալի կատարման։ Ուրախությամբ կկրակեմ մեր հեռուստադիտողի ուղղությամբ եւ ձեր։ Լավ երգ։ Երգը կոչվում է Հուսարագաստը կլինի այսօր։ Ուզում եմ անակնկալ մնալ, եթե հասցնենք վերջում, հոգեորոր։ Հոգեորոր։ Երբ հանդարտ մարեն շողերն արևի, կհայտնվի հեքիաթների բարի փերին, հովերի մեղմ շունչ, ծառերի շրշուն ու ջութակը ծղրիվի, այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո հոգին։ Ու գիշերը գնալով կթանձրանա, երեկոն օրանջելով կհեռանա, գիշերում խաղաղ ասուտերի խաղ ու ժպիտը լուսնյակի, այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո հոգին։ Արևամուտից մինչև առավոտ, զով գիշերը հանգստի է կարոտ, գիշերում խաղաղ ասուտների խաղ ու ժպիտը լուսնյակի, այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո հոգին, մայր արեգակի շողերն առաջին, կհայտնվեն արևելքում լուսաբացին, ակղաղի կանչ, արվակի կարկաչ ու բուրմուկ ծաղիքների, այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո հոգին,
այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո Պարոն Զորիկյան, ինձ բախտ է վիճակվել ներկայացնել ձեր համերգները, հա, բարդերի համերգները, եւ ես ամեն անգամ միշտ նկատել եմ հետաքրքիր փաստ, հատկապես Արմինեի Հայրապետյան համերգների ժամանակ, իդեպ նրան ջերմ ողջունները մեր, որ այսպես երկացանկը նախորդ կազմված է ծրագիրը, բայց հանկարծ բեմի վրա հնչում է հետեւյալ արտահայտությունը. գիտեք, պիտի սա երգեի, հաջորդ երգը պիտի ընտրածս լիներ, բայց ձեր էմոցիաների ձեռներով կփոխեմ երգը եւ հիմա ուրիշ բան կերգեմ։ Այ ինչ է ուզում բարդերի հանդիսատեսը բարդերից եւ ինչպես է այդ երկխոսությունը կայանում իրար հետ։ Կարծում եմ շատ հեշտ բացատրվող երևույթ է դա, ընթացքում որևէ այլ երգ այդ միջավայրում, հա, մի բան ես մտածում կատարել, բայց ոնց որ մտածում ես ինչի մասին զրուցես, բայց զրուցածիդ հետ զրուցելիս խոսքը գնում է մի այնպիսի ուղղությամբ, որ հա, բայց հետարքիր ուղղություն է այդ թեմայով ես զրուցում։ Նմանատիպ մի երևույթ է կատարվում, այստեղ դյուրինը այն է, որ երգի հեղինակը դու ես, երգերը շատ են, համենայն դեպս մեկ համերգային ծրագրից ավելի են, եւ ոնց կուզես այնպես էլ կվարես մեքենան։ Նավակը։ Նավակը։ Արագաստը։ Հա, եթե լավ վարպետ ես, նույնիսկ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ քամին է բրդում առաջ, բայց դու ես, հա, վարում։ Իդեպ դու գիտեիր, որ քամուն ընդառաջ կարելի է վարել։ Եթե թիկունքից շատ ամուր թիմ ունես, կարող ես։ Որովհետև շատերը մտածում են, որ քամուն համընթաց է գնում Առագաստանալը, ոչ, ցանկացած ուղղությամբ կարելի է վարել։ Վարպետությունը։ Վարպետն է, այո, կարևոր։ Եվ հետաքրքիր է, երգի ժամանակ ես մի պաս այդպես կտրվեցի մեր իրականությունից, մոռացա, որ հաղորդման ընթացքում այս ամեն ինչը պատկերացեցի, որ ես ուսուրեն առաջի շարքում նստած վայելում ենք ձեր կատարումը, շատ այդ էներգիան եկավ, առհասարակ նման ֆորմատը շատ մտերմիկ ջերմ երեկոների համար է։ Ինձ հետաքրքիր է ձեզ մոտ փոփոխություն լինում է, երբ մեծաթիվ հանդիսատեսի առաջ եք ելույթ ունենում։ Մտերմիկը ավելի հոգեհարազատ է, թե տարբերություն չկա։ Ստադիոններում ելույթի փորձ չունեմ ու կարծում եմ անիմաստ է, որովհետև չգիտեմ Ոչ ավելի մտերմիկ։ Հաճախ մերոնք, դե գիտես, երբ բեմ ես բարձրանում, այդ լուսավորությունը բեմի քեզ կուրացնում է, դահլիճում էլ լույսերը անջատում են, եւ դու փաստացի զգում ես հանդիսատեսին, չես տեսնում։ Ու շատ տեղ է, որ համերգի ժամանակ մերոնցից ասել են, խնդրում եմ վառեք դահլիճի լույսերը, ես ուզում եմ տեսնել հանդիսատեսի աչքերը։ Կոնտակտը։ Դե կոնտակտը մեծ առումով այնպես էլ կարող է լինել, հա, զգալով։ Ու մեծամասամբ այդպես է լինում։ Բայց լինում է ինչ-որ պահ է լինում, ուզում ես հանդիսատեսի աչքերին նայես։ Դե ստադիոնում ոնց նայես։ Ինչ հեռադիտակով։ Այո։ Մենք կարող ենք հուսո Առագաստը միասին թիավարել։ Իհարկե, իհարկե։ Ձայնակցեք, բարի ծովի վրա մեր հույսերից ծնված նավակ, լողակ, ծովերնի վեր պարզած ջերմակ, Առագաստներ, վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտեր գրով, հուսո ջերմակ Առագաստով, հասիր բաց ծով։
չեք ձայնակցում։ Չենք ուզում թագարել։ Բարի ծովի վրա մեր հույսերից ծնված երազ լողա ծովերն ի վեր, երկինքն ի վեր, սարերն ի վեր, վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտեր գրով, հուսո ջերմակ առադաստով, հասիր բաց ծով, վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր Կիլիկիո անմար երգով, մեր պապերի կարոտեր գրով, հուսո ջերմակ առադաստով, հասիր բաց ծով, հուսո ջերմակ առադաստով, հասիր բաց ծով, հուսո ջերմակ առադաստով, հասիր բաց ծով։ Այո, բոլորիս հուսո ջերմակ առագաստով հասնենք բաց ծով ու խաղաղ երկնքի տակ այդ ամենը լինի, ու այն բոլոր կարևոր բարեգործությունները, որոնք արվում են, բարդերի համերգների ընթացքում, թող ծառայեն իրենց նպատակին։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև հավաքվել են ընկերներ, հավաքվել են տաղանդավոր մարդիկ, եւ այդ ամենը միանշանակ պսակվելու է հաջողությամբ։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չոր գինին, որը կարծում եմ համերգի օրը, ամսի 24-ին ընկերներով կբացեք ու եւս մի հաղթանակ կնշեք միասին։ Շնորհակալ եմ անպայման, հենց համերգի օրը։ Միասին դուք էլ ձեզ հետ միասին։ Սիրով։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Արև բացիկներից, Արև Քարց շնորհավորական ամանորի, որտեղ շուտով ամանոր է եւ շատ գեղեցիկ կլինի, որ նվերները, որոնք նախապատրաստում եք սիրելիների համար, նաեւ ուղեկցվեն բացիկներով։ Իսկ բացիկներում իհարկե հայտնի երգերից ֆրազներ են, այստեղ Yellow Heart-ից է, «Այս նոր տարին թող մի քիչ սեր բերի» ու մի քիչ տանի, թող քիչ մեզանից տանի։ Այնպես որ սա ձեզ ու շնորհակալ ենք մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար, հիշեցնենք նոյեմբերի 24-ին ժամը 20:00-ին։ Երեկոյան Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում վայելեք լավ երաժշտություն եւ մասնիկը դարձեք բարեգործական երեկոյի։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Աշխարհի ամեն անկյունում կա մի հայ, որը բարձր է պահում իր ազգի անունը։ Նրանց կարելի է հանդիպել յուրաքանչյուր ոլորտում։ Նրանք լավագույնների ու առաջատարների, ստեղծագործողների ու գյուտարարների, տաղանդավորների ու շնորհալիների շարքում են։ Նրանք ծագումով ու էությամբ հայեր են։ Այո, եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք լրագրող, ռեժիսոր, հասարակական գործիչ եւ պարզապես հիանալի մարդ Մանանա Հակոբյանին։ Բարի առավոտ Մանանա։ Բարի լույս, շատ գեղեցիկ է։ Հրաշալի, քանի որ ես գտնվում եմ իմ շատ սիրելի շենքում, շատ սիրելի տաղավարում, տարիներ շարունակ այստեղ կարոտել էի ճիշտ ասած, շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք։ Ծագումով հայրն արդեն 20 տարեկան է։ Հա, եւ ամբողջ աշխարհում գտնելով լավագույն հայերին, որովհետեւ մենք բոլորս լավագույն ենք, բայց նաեւ մեր գործում ենք լավագույնը եւ գտնելով ամբողջ աշխարհում իրենց գործի վարպետներին, լեգենդար հայերին, այս 20 տարիների ընթացքում լուսաբանել եք ու ներկայացրել եք։ Որն է ֆենոմենը այս ամեն ինչի։ Գիտեք, բազմաթիվ հարցազրույցներ են եղել այս թեմայով, ֆենոմեն չկա, այստեղ պարզապես կար նպատակասլացություն, կար մեծ սեր, կազմա ճիշտ ասած ես շատ փափագում էի դերասանուհի դառնալ, բայց իհարկե Հրանտ Հակոբյանի պատճառով ինքը չթողեց որ ես դառնամ, իհարկե շարունակեցինք կինոռեժիսորայի ճանապարհը, բայց նպատակս ի վերջո իրականություն դարձավ, որ մենք Աստծո կամքով կարողացանք նման ծրագիր ստեղծենք եւ ես հիմա համառորեն պարզապես համառորեն այսինքն ինձ պահում եմ այս ծրագիրը ինչքան որ կկարողանամ։ Բայց ես ասեմ, սովորաբար որ դերասանու երազանքն իրականացվել է փոքր հասակում, եթե հիշում եք երջանկության մեխանիկայում, այնտեղ Ալա Թումանյանի փոքրիկներից մեկը հենց Մանանան է, ով ապարում է այնտեղ։ Էդ էլ գիտեք։ Այդ դերը խաղացել է Մանանը եւ իհարկե այդ ֆիլմում իրականացվել է երազանքը։ Դա պատմություն էր եւ անմոռանալի օր էր։
Եվ ինձ հետաքրքիր է, քանի որ 20 տարի արդեն նախագիծը կա, ամենասկզբում նպատակը, որի համար ստեղծվել է, սկզբունքները եւ այլն, 20 տարի անց պահպանվել է, թե ավելացել է, փոխվել է, ավելի է, լայնացել։ Ես մի բան ասեմ, քան ես հանդիպեցի Արտվի Բաղչինյանին, ով հեղինակն էր Ծագումով հայ գործիչներ գրքի, եւ ես խենթացա կարդալով այն հայի անունները, ում մասին որ մենք չգիտենք, որ նրանք Ծագումով հայեր են։ Եվ ես որոշեցի իմ այս բռնկվող բնավորությունով, ասի եկեք դարձնենք սա հեռուստատեսային ծրագիր։ Եվ այո, համատեղ ուժերով, սկիզբը իհարկե շատ դժվար էր, բայց մենք համառորեն կանգնեցինք եւ սկսեցինք պեղել այն մարդկանց, ովքեր որ իրական մենք չգիտենք, որ նրանք արմատներով Ծագումով հայեր են, սկսեց մի մեծ երթ, փորձեցինք իրականացնել, գտանք, մեր հայությունը ավելի այսպես հպարտորեն ներկայացրեցինք։ Բնականաբար 20 տարիների ընթացքում ես բոլոր Ծագումով հայ ինչքան լեգենդ կար, ես պեղեցի եւ ներկայացրեցի եւ հիմա մի փոքր ինչ փոխվել է ֆորմատը, ուզում ենք ներկայացնենք երիտասարդ ծերունին, ովքեր որ այո, ել ավելի տաղանդավոր են եւ պետք է անպայման իրենց մասին ներկայացնել, իմաց տալ, բայց սա ոչ թե գովազդի ֆիլմաշար է կամ փոքրիկ ֆիլմեր են, այլ պարզապես հային ներկայացնելու աշխարհում հայ անունը բարձր պահելու եւ օրինակ ծառայեցնելու նպատակն է այս ծրագիրը։ Ուրիշ ավել բան չկա։ Նշենք մի քանի լեգենդար անուններ, որոնց այս 20 տարիների ընթացքում անդրադարձել եք։ Ես այնքան շատ են, որ չնեղանան իհարկե, բայց նշեմ այն մարդկանց, որ տպավորիչ էր, հա, ինձ համար, Չիլի ադմիրալը Հերնան Բերգամալիգոյում ջան, Ավո Ուվեզյան, Միշել Լեգրան, այսինքն դրանք են Ստրենսիս, Քյուրքջան, այսինքն եւ այդ Ալեն Միքլի, ովքեր որ այսօր մեծ անուն ունեն աշխարհում եւ հպարտ են պահման երկիրը, ուր որ իրենք ծառայում են եւ հիմա արդեն իրենք հետ են վերադառնում, երևի թե էսա մեր կողմը դեպի Հայաստան, որտեղ ուզում են իրենց գործունեությունը ծավալեն այստեղ։ Թող դա Աստված այդպես լինի։ Կլինի միանշանակ եւ վերջերս նաեւ իմ հետևորդները Instagram-ում շատ այսպես ակտիվ հետևում են, որ ես Երուսաղեմում եի եւ դա շնորհիվ Մանանայի, որովհետեւ նախապատրաստում է հետաքրքիր հանդիպում Ծագումով հայերի հետ եւ այս հանդիպումը նաեւ ուղեկցվել է ուխտագնացությամբ Երուսաղեմում, քանթեն մի փոքր ներկայացնենք եւ մենք հետո ունենք տեսանյութ, որը կդիտենք անպայման։ Երուսաղեմի հետ շատ իմ կապերը ավելի այսպես հզոր էին, քանի որ ես 2 ֆիլմ եմ իրականացրել այնտեղ, դոկումենտալ ֆիլմեր, հեռարձակվել է այստեղ, բայց նպատակ եղավ եւ դու հանդիպեցիր մեր պատրիարքորը իր իսկ նախաձեռնությամբ ինքը որոշեց իմ իսկ ծրագրի հյուրերին հյուրընկալել իր մոտ եւ այդ ուխտը, որ պիտի տեղի ունենա Սուրբ Ծննդյան արարողությանը, մենք բոլորս ներկա լինենք եւ մի փոքր իսկ համերգային ծրագրով, պաշտոնական այցով մենք գնանք Երուսաղեմ։ Հուսով եմ, որ իհարկե սա առաջի դեպքը չի, եւս 18 թվականին Ծագումով հայերի հետ ես եւս մեկ անգամ եղել եմ այնտեղ, պարզապես ուխտ ենք արել, հա։ Իսկ հիմա մի քիչ ավելի այսպես ճոխ եւ համերգային մեծ ծրագրով են գնում, այո, եւ պարգևատրման արարողությունով։ Մենք ունենք փոքրիկ տեսանյութ, առաջարկում հիմա դիտենք, հետո վերադառնանք շարունակենք զրույցը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Ծագումով հայեր հեռուստածրագրի հետ համատեղ նախաձեռնությամբ 2026 թվականի հունվարի 16-ից 21-ը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Ավետյաց երկրում հինավուրց Երուսաղեմում մեր նախնիների ոգու ներկայությամբ իրականացնելու է մշակութային եւ հոգեվոր միջոցառումների շարք, ինչպես նաեւ ուխտագնացություն։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները կպարգևատրվեն Երուսաղեմի հայոց պատրիարքության Սուրբ Խաչ շքանշանով եւ պատվավոր հուշամեդալով։ 2026 թվականի հունվարի 16-ից 21-ը հրավիրում ենք ձեզ միանալու այս պատվավոր նախաձեռնությանը, որը յուրաքանչյուրիս համար կդառնա հիշարժան իրադարձություն։ Երուսաղեմը սպասում է ձեզ։ Այո, փշաքաղվելու աստիճան է այնտեղ գտնվել է Սոնա։ Նույնիսկ տեսանյութից արդեն փոխանցվում է էներգիան, ես պատկերացնում եմ այնտեղ ինչքան ավելի մեծ է եւ հետաքրքիր է հունվարին ինչ է սպասվում, մի քիչ ավելի մանրամասն։ Ճիշտ ասած, Սուրենին համառորեն այնտեղ տանելը բարակ բան չէր, ես անպայման ուզում եմ։ Համառորեն, որտեղ շատ խոչընդոտներ կան, բայց ես այո համառորեն իրեն տարա, որովհետեւ ես ուզում եմ ինքը
հանգստի մեջ զգար այդ էներգիան, որը տիրում էր թե հարության տաճարում, թե Բեթլեհեմում, ծննդավայրում, եւ ես հասկացա Սուրեն այդ պահին կորցրել էր իր ինքը sense խոսում շատ sense ուրիշ էր, բայց այդ պահին ինքը լռում էր անընդհատ եւ ես փորձում էի իմ հեռախոսով բռնել իր հայացքները, որտեղ որ ինքը իրոք հուզված էր եւ ես դա կարողացել եմ բռնել։ Եվ ինչն է հետաքրքիրը, Սուրբ Ծննդյան արարողությունը, ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ յուրովի է այդ զգում, բայց ներկա լինելով այնտեղ Երուսաղեմ, այդ թմբուկներով, սկաուտների այդ հզոր թմբուկների տակ եւ ձիերով ուղեկցությամբ դեպի Բեթլեհեմ, այսինքն մենք գնում ենք ծննդյան տաճար, դա մի գերագույն հաճույք է, հավատացեք, որ ոչ թե մեկ անգամ գնացողը հավատացեք 1, 2, 3 անդադ կուզենա այնտեղ ներկա լինի։ Էներգիան բավական զորավոր է եւ զգացմունքները անկրկնելի են։ Եվ նաև պատարակներն են շատ տարբերվում Երուսաղեմի եւ Հայաստանի, ցավոք սրտի այնտեղ շատ զորավոր է այդ արարողությունները, Սուրենը միշտ զարմանում էր, ասում էր գիշեր-ցերեկ աղոթում են, գիշեր-ցերեկ, այո, իրական գիշեր-ցերեկ պատարակների ներքո է եւ այդ պատարակները հավատացեք տալիս են մեզ, փոխում են մեր հոգին, լցնում են, լիցքավորում են եւ ավելի ուրիշ ձևի մարդ դուք վերադառնում եք այստեղ, փորձում եք մի այլ բաներ ստեղծես։ Ասա որ այդպես է։ Այո, իհարկե, որովհետև անկեղծ եմ ասում, երբ որ ես առաջին անգամ ներս մտա, հա, հարության տաճար, դե մինչև այդ բոլորս տեսել ենք ֆիլմերից պատկերներով, բայց զգացողությունը, որ ամբողջությամբ կոկորդդ այսպես լցվում է ու դու չգիտես ինչից է դա, չգիտես ինչից չես կարող խոսել, զգում ես, որ աչքերդ լցվում են եւ այդ ուժը դու միանգամից ստանում ես եւ բախտ վիճակվեց ինձ մասնակցել այնտեղ նաեւ մաքրության աշխատանքներին, որովհետև ժամը երեկոյան 7-ից փակվում են տաճարի դռները եւ ցանկացողները կարող են մնալ իրենց աղոթքն անել, ուխտն անել եւ բնականաբար մասնակցել։ Սուրեն ջան, դու ունեցար հնարավորություն այնտեղ կանթեղները լցնել եւ դա հավերժ կմնա այդ տպավորությունը։ Ինչ են ունենալու, ինչ հնարավորություն են ունենալու մեր հյուրերը, երբ որ արդեն հունվարին կգան այնտեղ։ Նայեք, ուխտագնացությունը 7 օրվա ծրագիր է մեր, բացի մեր ցակումով հայեր հերոսներ, ովքեր որ պետք է միսիայով այնտեղ կան, բացի ուխտագնացությունը, մենք նաեւ հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր որ կուզենան մասնակից լինեն կամ մկրտվեն, չէ՞։ Կամ ունենք մկրտություն Հորդանանում, կարող են կնունքի արարողություններ անել, ի վերջո, որտեղ այնտեղ մի այլ ձևի է դա իրականություն դառնում։ Բոլոր այն ցանկացողներ, ովքեր որ կցանկանան գիշերել հարության տաճարում, իրենց ուխտը իրականացնել, իրենց նպատակները գերեզմանում կարողանան լիցքաթափվեն, այդ ամենը այնտեղ տրվում է այդ հնարավորությունը, որտեղ դուք մտնում եք մի այլ էներգիայի մեջ եւ ստանում եք բավական բարձր լիցքեր։ Այնպես որ յուրաքանչյուր քայլ այնտեղ, երբ որ մենք անենք, դա իրոք բացառիկություն է եւ սա ձևական բնույթ չի կրում եւ ասեմ նաեւ բացարձակ բիզնեսի հետ որևիցե կապ չունի այս մեր ծրագիրը, սա իրական մշակութային ծրագիր է, եթե ունենանք անգամ հնարավորություն սա ուղիղ եթերով մենք ապահովենք, իսկ այնտեղ ունենք, գիտես, արաբ ընկերներ, ովքեր որ կազմ պատրաստ են ապահովել մեզ համար նկարահանումներ եւ ուղիղ եթեր, որ մենք ունենանք, դա արդեն կքննարկվի հեռուստատեսության ղեկավարների հետ։ Ամսաթվերը հիշեցնենք, երբանից է։ Մեր ուխտագնացությունը 15-ից 22-ն է, 15-ից մեկնման օրն է, վերադարձը 22 եւ այդ օրի ընթացքում 7 օր մենք վայելելու ենք եւ վերջին օրը Տել Ավիվում Յաֆայի Սուրբ Նիկողայոս վանքում մենք ունենանք հրաժեշտի գալա ընթրիք, որտեղ որ մենք այս մեր ամբողջ լցված էներգիայով մենք կտանք երկին երաժշտությանը եւ կվայելենք այդ երեկոն։ Բոլորը միանշանակ մի հարց են տալիս, ինչքանով է ապահով այսօր Իսրայելը, որովհետև գիտենք, որ պատերազմող երկիր է, բայց ապահովությունը շատ կարևոր է։ Ես ինքս այնտեղ լինելով իմ մաշկի վրա զգացի, թե ինչ ապահով վայրում եմ հիմա ես գտնվում եւ ինչքան է հեռու այդ մտքերը քեզանից, երբ որ դու այնտեղ ես։ Ես մի բան ասեմ, ես այնտեղ եմ եղել նաեւ ամենաոչ ապահով ժամանակ, երբ որ անդադար սիրենաներն էին միանում եւ ես սիրուն տեսնում եի այդ թռիչքները, բայց ինձ դա բացարձակապես չէր վախեցնում, որովհետև հիշում էր ոչ մի բան չկա, ինչ որ մի բան է տեղի ունենում, բայց այսօրվա վիճակում ամեն ինչը խախանդ է, ապահով է, կա պայմանագիր եւ մենք յուրաքանչյուրի հետ իհարկե ունենք պայմանագիր կնքած, որ Աստված մի արասցե, եթե հանկարծ լինի իրադարձություն, ուրեմն մենք չեղյալ կհամարենք մի այլ ժամանակ կնշենք, կրանք Սուրբ Զատիկի ժամանակ, բայց կարծում եմ, որ Աստվածից կողորմա այսքան տանջանքներից հետո անպայման մեզ կապահովի խաղաղություն եւ մենք կկարողանանք իրականացնել այս գեղեցիկ
օրը եւ օրակարգ։ Դե մենք մաղթում ենք հաջողություն մեզ բոլորիս, որովհետև շատ կարևոր իրադարձություն է եւ յուրաքանչյուր հայ կարծում եմ իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի ունենա այդ հնարավորությունը լինելու այդ հրաշալի ավետյաց երկրում ու զգալու այդ էներգիան։ Ուզում եմ նվիրել Սարգոնը Իջևանի գինուգործանի կողմից Կարմիր Չոր գինին, որը համոզված եմ հաստատ անպայման մենք այդ առիթը բաց չենք թողնի։ Եվ Մանանա ջան, ուզում եմ նվիրել արև բացիկներ, արև քարծերը, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ես հատուկ ուզում եմ ողջունել ձեր մայրիկին, նրան ողջունումներս, որովհետև այդ ջերմությունը, որը նա է տալիս թիմին, ես կարծում եմ, որ հատուկ է միայն մայրիկներին։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Շիրազի խոսքերը, որ նվիրեք այսօր ձեր մայրիկին, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր ու անգին։ Սա ձեզ արև քարծերը, արևոք բացիկները թող միշտ ուղեկցեն ձեզ։ Շատ շնորհակալ եմ, սիրով ես հուսամ, որ մենք միասին այդտեղ իրոք ստաժավում կասկածնենք եւ կվայելենք այդ օրերը։ Շնորհակալություն նաև օգտվել օրից ուզում հատուկ ողջունելս ուղղել Հայր Տիրանին, ով այնտեղ հյուրընկալեց մեզ եւ բացառիկ հոգեվորական ու բացառիկ մարդ, որի էներգիան ու որի հմտություններն ու իմացությունը միանշանակ օգնեցին ինձ ավելի այդ ամեն ինչից տեղյակ լինելու, հատուկ ողջունելս նրան։ Եվ շնորհակալություն հայտնենք Պատրիարք Հորը իրենց օրհնության եւ ամբողջ միաբանության, ովքեր որ մեզ քաջ կանգնած մեզ այնտեղ օգնում են։ Միանշանակ։ Եվ հիմա կունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ եւ ասում եմ, որ մեր կերակուրը պատրաստ է, ընդհանրապես մնացել է մի քանի հավելում անենք։ Ահա եթե հիշում եք, մենք բանջարեղեն եփեցինք, կարտոֆիլը, սոխը, գազարը, այստեղ կավելացնեմ կոլոլակները, որոնք նախապես տապակել ենք։ Եվ իհարկե ոլորը, պահածոացված ոլորը։ Մեզ միայն մնում է խառնել։ Ահա տեսեք սիրելիներս, ընդհանրապես ջրալի չէ մեր այսօրվա կերակուրը, այնպես որ երեխաները շատ հանգիստ կարող են վայելել։ Ինձ միայն մնում է մատուցել, ահա այս գեղեցիկ ափսեի մեջ ավելացնենք մեր կերակուրը։ Այսպես լցնեմ վրան սամիթի թարմությունը եւ բույրը շատ ճոխ կդարձնի մեր կերակուրը։ Ահա այսպես սիրելիներս, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, բարձր տրամադրություն, լավ օր եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինեին այս համեղությունը պատրաստելու համար, քիչ հետո միանշանակ բոլորս կճաշակենք ու չենք մոռանա նաև երեկոն համադրել բրիզով ռոզե փրփրուն գինին, որը սիրով առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Միանշանակ հաճելի համադրություն է երեկոյի համար, իսկ ընկերների հետ հավաքույթը կդարձնի ել ավելի հետաքրքիր։ Եվ եթե ունեք հատուկ առիթ ու պետք է պատրաստվեք, ապա ձեր արտաքին տեսքը վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ եթե ձեզ այս աշնանային սառը օրը տանջում է մի հարց, թե ինչի այս տնաշենի տղեն այսքան սիրուն, ապա ասեմ, որ ինձ օգնում է Master Right Barber Shop-ը, որ գտնվում է Նալբանդյան 37 հասցեում, եւ այնտեղի վարպետները, բարբերները միանշանակ պատրաստ են յուրաքանչյուրին դարձնել արագեղեցիկը։ Եվ շատ ոճային կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր աշնանային ջերմ ոճային տաք լուքերը հենց Դաֆնիում։ Էմոցիաներ նվիրեք միմյանց, սիրելիներին համար դա շատ կարևոր է։ Արևոք բացիկները նախատեսված են հենց դրա համար։ Սիրում եմ, իմ բալիկ, մայրիկ եւ բնականաբար ամանորյա շնորհավորանքներ։ Այս բոլոր բացիկները հարցրեք սուպերմարկետներում, քաղաքի ծաղկաշատ եւ նաեւ քաղցր վայրերում։ Դե բնականաբար Instagram-ի էջում էլ կգտնեք ամբողջ տեսականին։ Կհանդիպենք արդեն վաղը եւ աշխատանքային շաբաթը առավոտվա մակարդակով կամփոփենք միասին, այնպես որ կլինենք նույն ժամին նույն տեղում, սպասեք մեզ, իսկ մենք ինչպես միշտ վերջում անպայման նշում ենք, որ այս ամենը պատրաստված էր մեծ սիրով։